Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ավանդույթի համաձայն մենք շաբաթական 2 անգամ ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան vs Ղազարյան նախագծի հերթական թողարկումները։ Այս անգամ վերստին մեր մշակման թիրախում է հայտնվել Հոպլոն։ Մենք մեղավոր չենք, Պետրոսն է մեղավոր, որովհետև տեղին անտեղին էլ մարդ չի մնացե, անընդհատ այս մարդուն կանչում, բերում, ներկայացնում մշակման։ Դե մենք էլ ինչ անենք, ընդառաջում ենք Պետրոսին, հետևաբար մենք կմշակենք Հոպլո։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը եւ վայելեք, թողնելով ձեր մեկնաբանությունները։ Բարի երկոս սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, բարի կողմ Սարգսյան։ Աստծո բարի։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Տեղին անտեղին Աստծո անում, որ չի տալի մարդու ներվերը լրիվ քայքայվում է։ Ասելա բարև, ասա բարև։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստացան Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Ուզում եմ ասես կարճ տեղով գնանք։ Հնարավոր է ստանալ նման մրցանակ եւ սկսել պատերազմ։ Բացառում եմ։ Դու ինչ ես կարծում։ Բացառում եմ։ Այ Պետրոս ջան, դու մեծ մարդ ես, արա։ Դու չես հասկացել մինչև հիմա, որ պատերազմները մրցանակներով են դադարեցվում։ Մրցանակը տալիս ես պատերազմի վերանում։ Վերջացավ գնաց, այցավը տանը։ Դու գիտես, աշխարհակահաղական գործոններ են, երկրների, չէ, դրանք հետա մրցանակ։ Եթե ասենք Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը մուսուլմանական երկրում գնացել են մրցանակ են ստացել, ամեն մեկն էլ մրցանակի հետ միասին $1 միլիոն փող։ Դալի փողի կարիք չունի կտայրի թորնեն։ Նիկոլը փող, հարա վերջապես Ղարաբաղը հանձնելուց հետո այդ մարդուն փող տվին ռեալ, որ թաքնված չի ստվել, այստեղ ասելով չի, ես իմում 5 միլիարդ բաներ, ռեալ գրածա օրինական։ Փոխանցումով։ Հիմա վերջապես բրծավ գնաց պատեր, արա Պետրոս, ասենք օրինակ բաները։ Այս ուկրաինացիները ինչքան անֆայմ մարդիկ են, չէ։ Արա, ասենք պատկերացրու, հիմա այս Միացյալ Արաբական Էմիրություններում կանչում են Զելենսկուն ու Պուտինին, ամենքին մի հատ մրցանակ են տալի $1 միլիոն փող։ Վերջացավ։ Պատերազմը կվերջա։ Էլ ինչ բանակցություններ, էլ ինչ էս կանխոսակցություն։ Արա կանչեք մրցանակը տվեք, բրծի գնարա։ Մրցանակով այդ հարցերը լուծվում։ Չէ ֆայմ էլի, կամ էլ են Սերժ Սարգսյանը Քոչանդը թերել են արա տարիներով բանակցում եմ արա դե on-fire մարդիկ արա ասա Ղարաբաղը հանձնեք եթե եք ձեր մրցանակը ստանեք նստեիք էլի ինչ չի կարա անեք չի ֆայմ Նիկոլը մալաջեց դեսենց խորհրդականներ ունի սենց չէ են Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչյանը հələ ում հետ են դրանք ընկերություն անում Վազգեն Սարգ դա դրանց ընկերությունը Նիկոլի ընկերությունը եկի համեմատես դրանց արածը ինչ էր գնացել են կռիվ դավ են սարքել են հայրենիք են ազատագրե պետություն են ստեղծե 30 տարվա մեջ երկու պետությունը ստեղծել են նստե արա տվեք բրծեք այցա տվեք ձեր 1 միլիոնը ստացեք հանգիստ նստեք ձեր հարցերը լուծեք հələ 1 միլիոնը ասում են էլի ինչ իմանաս էլ ինչ էր կարա ալնի ժամանակի նախ Քոչյանը չօգտը Քոչյանն այս սրա նշանակե վարչապետ արա ասա հազիվ նշանակել էր այ մարդ պահեիր արա ոնց բաց թողես ծերից արա ոնց բաց սենց կադրը Պետրոս սենց զարգացած սենց կրթված սենց փորձառու ցեմենտի գործանի դիրեկտորն էլ սնանկացրել է գործ արա ոնց բաց թողին էլ սենց կադրերին արա տենաս ինչ կարելի անել որ սրանք նորից գան իշխանությունը լրիվ վերցնեն տանկարայս երկիրը էլի մնացել է սարը քարգիդես չէ Պետրոս Դա կնշանակի, որ Ադրբեջանը չի հարգում ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև չի հարգում տարածաշրջանի մյուս երկրների, Արաբական Միացյալ Էմիրություններին, Արաբական աշխարհին, այսինքն նման մրցանակը լրացուցիչ պարտավորություն է պատերազմ չսկսելու առումով, եւ ես կարծում եմ, որ խաղաղությունը շատ ավելի ձեռնատու է դարձել Ադրբեջանի համար, քան կարող էր
դատալ պատերազմը, հետևաբար այդ անհնարին եմ համարում, որ նման մրցանակներից հետո որևէ խնդիր առաջանա։ Շատ ողջունելի է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նման գործընթաց է սկսել։ Հոպլո ջան, մի բան հարցնեմ էլի։ Իսկ այդ Միացյալ Արաբական Էմիրությունները Վազգեն Սարգսյանին ինչի մրցանակ չէին տալի։ Հիմա օրինակ են Ղազախստանը, տեսար Նիկոլ Փաշինյանին Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո տվեց ոսկե արծիվ շքանշան։ Վազգեն Սարգսյանին Ղազախստանը ինչի չէր պարգևատրում։ Արցախը բեի վերցել։ Պատկերացնում ես Պետրոս։ Արցախում վերցել Վազգեն Սարգսյանին ասում են Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշան։ Եվ որ Ղազախստանում եկա է ոսկե արծիվ։ Ղազախստանում կտվել են Արցախին են տվել։ Վազգենին այս մուսուլմանական երկրները Վազգենի մրցանակ տենց է ոչ մեդալ տվին, ոչ պարգև տվին, ոչ մի բան։ Մենակ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս։ Մի կոպեկ փոչ են տվել Վազգենին։ Կարար չէ։ Էթար 1 միլիոն ստանար, խաղաղությունը հաստատվեր, նստեր։ Ասում ես էլի, այդպես Վազգենի սաղ սխալները մատ բեր տեղը գցի քո իմաստնությամբ, քո հայրենասիրին ինչ էր, մալադյեց դի, շատ ապրես դու, իսկական իրավահաջորդ։ Հայ արա, Պետրոս պատկերացնում ես Վազգենը այսօր լրսենան լսեր։ Եվ դա թե քաղաքական առումով նաև Արաբական Միացյալ Էմիրությունների քշիրն է բարձրացնում, քաղաքական գործոն է դարձնում։ Իմացար Պետրոս, մի հատ նոր երկիր է ստեղծվել։ Միացյալ Արաբական Էմիրացություններ։ Ինքնահայտնաբեր է Կոլումբոս։ Մեր ժամանակների Կոլումբոսը մի հատ նոր երկիր է հայտնաբերել, անունը Էմիրացություններ։ Ուզես մտածես Անդեմ այդ ֆրազ գաս տենաս ինչ կա չկա այդ Էմիրացություններում կարող եմ այդ մրցանակել քեզ տանել, հա? Չես ձգում։ Բայց Արաբական Միացյալ Էմիրությունները նաև շահագրգռվածություն ունեն այս տարածաշրջանում եւ Ադրբեջան-Թուրքիա գազամուղի ներդրումային փաթեթի մի մասն էլ Արաբական Միացյալ Էմիրություններից է, հետեւաբար իրենք նաև ֆինանսական ներկայություն են ունենալու։ Ճիշտ է, Պետրոսյան, ճիշտ է ասում։ Միացյալ Արաբական ես իհարկե Միացյալ Արաբական Էմիրությունների ծրագրերին տեղյակ չեմ, նոր երկիր է, բայց Միացյալ Արաբական Էմիրությունները, ոչ թե Էմիրացությունները, այլ Էմիրությունները Ալիևին ու Փաշինյանի մրցանակ տալու հաջորդ օրը անցկացրել են համատեղ զորավարություններ Ադրբեջանի հետ, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահը եւ Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահը։ Այդպես իրանք բերես sense պայմանավորում ենք, Հոպլո ջան, թո Ադրբեջանը համագործակցի Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, այդ տնտեսական պրոյեկտները, ներդրումները, գազամուղները, նավթամուղները, զորավարժությունները, մենք էլ կհամագործակցենք Միացյալ Արաբական Էմիրությունների հետ։ Շատ լավ ստացվավ։ Դրանց ես մեզ էլ ես։ Սա ընկավ տեղը։ Տրիպում եւ այս առումով իրենք շահագրգռված են ու համոզված են։ Տրիպի մասին խոսանք, ավելին Ալիևը ասում է այդ մրցանակաբաշխության տեքստում ելույթում, ասում է, որ մենք առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ ավելացնելու ենք, քննարկում ենք ինչպես ներուժը ավելի զարգացնենք եւ ասում է ուրիշ երկրները կարող են օրինակ վերցնել մեր խաղաղությունից։ Շատ ճիշտ բան է ասում եւ այդ ուրիշ երկրներ ասելով ամենայն հավանականությամբ ինքը նկատի ունի Ռուսաստանին մոտավորապես հետեւյալ ակնարկն է անում, որ այ Ռուսաստան, տեսեք Արաբական Միացյալ Էմիրությունները այսքան երիտասարդ պետություն է, նոր հեղինակություն ձեռք բերած, բայց իր արտգործնախարարությունը նման միջոցառում է կազմակերպում եւ խաղաղության մրցանակ է տալիս, նաեւ դրամական պարգև է տալիս։ Արա ինչ ասես։ Այն վաղ ասած Էմիրացություններ։ Հիմա ասում եմ մրցանակը տալիս է արտաքին գործերի նախարարությունը։ Ay bala, արա ասես կիսը տրիվ լրիվ քո խելքին է Պետրոս, դից մի բան լսելով։ Այդ մրցանակը
արտգործնախարարության հետ կապ չունի, դա մի հատ առանձին Զայեդի հիմնադրամ կա, մրցանակը տալիս է այդ հիմնադրամը, հիմնադրամի խորհուրդը տարբեր մարդիկ են, այդ թվում Շարլ Միշելը, ով որ ստորագրեց Արցախը Ադրբեջանին հանձնելու Պրահայի հայտարարությունը, այս կիսատ պրատար ասես բան, ասում է, թմա, շատ ճիշտ ասում Ալիևը, մալադեց Ալիև, Վազգեններ էլի սա սխալ բաներ էր ասում էր Ադրբեջանը մեր թշնամին է, մեր երկիրը բռնազավթել են, մենք պիտի ազատագրենք, այ քեզ բան, լավ այս մարդ եկավ ասում է, Ալիևն է ճիշտ ասում, Վազգենը սխալվեց, Ալիևը ճիշտ էր։ Ասենք դուք մինչև հիմա ձեր բարեկամ երկրների որևէ մեկի պատերազմի ու խաղաղության խնդիր լուծեք այդ խնդիրը դուք էլ խաղաղության մրցանակ տվեք, դուք էլ աշխարհին հանդես եկեք այդ դիրքերից եւ եթե դուք էլ գնաք խաղաղություն Ուկրաինայի հետ, միգուցե դուք էլ նման պարգևների առաջանաք։ Էսի խաբար չի Պաստորեն Պետրոս, որ 2020 թվականի պատերազմը միայն Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցվեն, դե համանախագահող երկրները նույնիսկ հումանիտար հրադադար սահմանելու կարողություն չունեցան։ Նույն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, մի անգամ հենց ինքը Ռուսաստանը չկարողացավ, բայց ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է ռազմական գործողություններ, դա միայն Ռուսաստանի միջամտությամբ։ Ռուսաստանի միջամտությունից հետո էլ բանակցային գործընթաց ենք սկսել 21 թվականի հունվարի 11-ին նոյեմբերի 26-ին։ Ու նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինը մի հատ խաղաղությունը խորհրդանշող ոսկե արմավի արձանիկ նվիրել է Նիկոլ Փաշինյանին, մի հատ ոսկե արմավի արձանիկ է նվիրել է Իլհամ Ալիևին, բայց անտեր մնացած արա այդ արձանիկներով այդ խաղաղությունը չի լնում ախպեր 21 թվին այդ անշնորհք Ալիև այդ ոսկուց արմավի ճյուղը ստացավ, գնաց հարձակվավ Շորժայի վրա, գնաց հարձակվավ Սև լճի վրա, գնաց հարձակվավ Իշխանասարի վրա, գնաց հարձակվավ Ջերմուկի վրա, անշնորհք էլի։ Հիմա էլ էսա, դες մրցանակը տվել են, չէ՞, բայց չես իմանա ինչ կանի, հան։ Շատ անշնորհ, բայց ճիշտ է ասում ինքը։ Ինչ ասում է, ճիշտ է ասում։ Ինքը Ալիևը, ուրեմն լսի, Ալիևը, Նիկոլը, ինքը Բաբաջանյանը, ինչու՞ չէ նաև Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, էլի մարդ կար ընդ մարդ Արայիկ Հարությունյանն է, ինչ ասում են ճիշտ են ասում։ Ով ասաց Ռոմանոս։ Միացյալ Նահանգները թրիփում ոչ մի շահ չունեն տնտեսական։ Ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը մնացել է 90 թվականների տրամաբանության մեջ, իր համար աշխարհում կա մի երկիր, որը Հայաստանում շահ ունի, որը Հայաստանի բարեկամն է, Հայաստանի աջակից է, Ռուսաստանն է։ Միացյալ Նահանգները եթե շահ չունենա, 74% չեր ուզի թրիփում, հետևաբար ինքը շահ ունի, այստեղ ես ասեմ, որ իրենք ուզեցել են 100 տարով եւ ուզեցել են 90 եւ ավել տոկոս ունենալ եւ բանակցությունների արդյունքում է, որ իջել են 74%-ի եւ նաեւ համաձայնություն են տվել։ Միացյալ Նահանգները իր շահերի համար շատ լավ բանակցում են։ Պետրոս էս մարդը Քոչյան մնացել 90-ականներին, ինքը արանքը ճղե, եկավ տվեց սաղից անցավ, գնաց է հասել է 2125 թիվ։ Հիմա ասենք քեզ թվում է թե 2026 թիվը, ես էլ հոպնում, ոչ։ Ինքը հիմա քո հետ խոսում է, մեր հետ խոսում է 2125 թվականից, արդեն թրիփը իր մոտ ավարտվում է, վերջին տարին է։ Հիմա ինքը ուզում է հասկանա ինչ կարելի անել էս թրիփից հետո, հիմա իր մոտ Պետրոս քո 150-ամյակն է։ Հիմա ասես թրիփի վրա սեղանը գցե ասում է Պետրոս ջան, հիշում ես ախպեր 2023 թիվներ, 25 թիվներ, 24, 26 դոնձի կանչում էր հարցազրույցների։ Այ ախպեր ջանը, եկավ ժամանակ անցավ, տեսար ամեն ինչը մեր ուզածով ոնց է լավ։ Կենացդ Պետրոս ջան,
Աբրես ախպերջան, ու քո 150-ամյակը էս մարդանաշ։ Հիմա ինքը առաջ սաղ մնացել են հետ, ամենքը մի թվի վրա։ Ինքը արանքը ճղել է, շատ պրադվինուտ է, շատ զարգացած մարդ է։ Մարդ ապագայից։ Քոչարյանը նաև ասում է, որ այն հսկայական գումարները, որ ասելու է, որ ներդրվելու են, դուք ներկայացնում եք, տեղ չունեն 42 կիլոմետրում։ Չեն կարող։ Այդ տարածքում այդքան չի կարա այդքան ներդրում տեղավորվի։ Հորելսերը ոսկուց չեք սարքելու։ Գիտեք, այն ծրագրերը, որ Միացյալ Նահանգները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հետ, իսկ ասեմ, ատոմային էներգետիկայի հետ կապված խնդիրները ստորագրվում է պետություն համատեքստում։ Ճանապարհի հետ կապված խնդիրները համաձայնվում է պետություն համատեքստում, հետո արդեն կոնսորցիումային ընկերություններ են մտնում։ Կոնսորցիումային ընկերությունները, որոնք մտնում են թե Հայաստանի կողմից, թե Միացյալ Նահանգների կողմից, իրենց ծրագրերը եւ ծախսերը պատվիրում են այնպիսի ընկերությունների, ինչպիսին KPMG-ն է։ Ոչ պակաս։ Իսկ այդ ընկերությունները իրենց վարկանիշը վաստակում են նրանով, որ եթե իրենք 5 տարվա կանխատեսում են անում տնտեսական հաշվարկ եւ գումարի ներդրում, ապա այդտեղ վճարած մասը հաստատ գիտի, որ 5 տարի հետո ինքն իր շահույթը հետ է ստանալու։ Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի գիտելիքները տնտեսության ոլորտում ավելին է, քան KPMG ընկերությանը։ Լսի, բա եթե KPMG-ն կա, KPMG-ն խառնում է, ամեն տեղից մի բան լսել է, էլի։ Բայց եթե KPMG-ն կա, Քոչարյանը կա, դու կայիր։ Ժամանակին Քոչարյանը քեզ վարչապետ նշանակելուց ինչի՞ մի հատ չհարցրես KPMG-ին, ասեր ինչ կանխատեսում եք անում։ Սրան կարելի է նշանակել վարչապետ թե չէ։ Օրինակ, մի հատ հələ ձեռը դիր մատանիით ասա, էլի, որ Քոչարյանը KPMG-ից խորհրդատվության դիմեր, ասեր հəլես մարդու կենսագրությունը նայեք, իր IQ-ն նայեք ու ինձ ասեք, սրան ինչ պաշտոնի կարելի է նշանակել։ Քու կարծիքով KPMG-ն ինչ եզրակացություն էր տալ։ Օրինակ, համաձայնություն կտային, որ քեզ նշանակեին Դավալույի կոմունալի պետի տեղակալ սան մաքրման աշխատանքների գծով։ Ես ինչքան որ KPMG-ին հասցրել եմ ճանաչել, իմ կարծիքով այտենց եզրակացություն նրանք չէին տա։ Չէին տա։ Հիմա էսի եկել է KPMG-ը իմացե ինչ բան է ու մեխանիզմներ է բացատրում, թե այ Պետրոս, այդ Քոչարյանը որ ասում ճիշտ է ասում։ Այդ գնացքի գծերը հանած է, հողային աշխատանք ընդե արած է, ժամանակին եղել է ընդամենը 42 կիլոմետր գնացքի գիստի տեղադրեն, Ադրբեջան իր մասում արի վերջա։ Ամեն կիլոմետրի վրա մաքսիմում թող ծախսվի $1 միլիոն, 42 կիլոմետրի լավ 40 միլիոն, 8 միլիոն է թողնի, չգիտեմ, ընդ բուտկա դնեն այդ աշխատողների բան։ Այդ քեզ է լավ 50 միլիոն $50 պիտի տնեն, ընդամենը մի հատ երկաթ գիծ սարքեն։ Ինչ ներդրումներ, ինչ Ամերիկա։ Դրա այդ եղածի էլ 74% փող ամերիկացիներն են վերցնելու, 26% գցեն սրանց ծեռը։ Ճիշտ է ասում։ Էնի ճիշտ է ասում, էս հիմար դուս է տալի։ Միշտ էլ տենց է էլ։ Հետո էլ ասում մեզ փող են տալու։ Փողն էլ ինչքան պիտի կոպեկներ։ Հենա օթային տարածքը վաղուց Հայաստանը բացել Ադրբեջանի համար։ Ալիևն էլ ասում է դա մեր օթային Զանգեզուրի միջանցքն է։ Հիմա կառուցում ենք ցամաքային սա։ Գիտես չէ Հայաստանը ինչքան փող են։ Տարեկան $150,000։ Տիկին Աննայի Lexus-ը դրանից թանկ է։ Դա էլ Հայաստանի ստանալիք փողն է։ Եվ ես իմ տնտեսական գործունեության պատվերները Ռոբերտ Քոչարյանին երբեք չէի տա։ Մյուս նախագահ Սերժ Սարգսյանը հարցին ինչպես եք վերաբերվում թրիփին, ասեց հələ չեմ հասկանում։ Ամեն դեպքում անկեղծ է, բայց իմ կարծիքով կա հետևյալ բանը։ Սերժ Սարգսյանը իր իշխանության ժամանակ հասկացավ, որ տնտեսական զարգացման ուղղությունը Հայաստանի եվրոպական շուկա մուտք գործելու մեջ է, եւ այդ ժամանակ այդ ուղղության վրա էր նաեւ Սերժ Սարգսյանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հիմա ռուսական համապատասխան ստրուկտուրաներում է, բայց ինքը խոստովանեց, որ ինքը
անվտանգությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի նկատի ուներ, ավելի գերադասելի է համարում, քան տնտեսականը, եւ մի գիշերվա մեջ որոշեց մտնել ԵԱՏՄ։ Դրանից հետո ռուսները Սերժ Սարգսյանին չներեցին։ Արա ես ինչ էր խոսում Պետրոս։ Արա ես լրիվ այս հələ ասեք խոսում եմ, լսում ես թե ձենա դուս գալի, մտածում ես մարդա խոսում է, չէ՞։ Հետո հենց որ սկսում ես ասես, ինչ էր ասում։ Ոչ մի ասած իրը չի բռնում։ Ասում է Սերժ Սարգսյանը եւ իր հետ աշխատած վարչապետ Տիգրան Սարգսյանը եվրոպական գծի մեջ էին, մտածում են, որ Եվրոպայով պիտի զա։ Հիմա Տիգրան Սարգսյանը ռուսական կազմակերպություններում աշխատում։ Այսինքն ստացվում է, որ ռուսները իրանց ամենահեղինակավոր կազմը Տիգրան Սարգսյանը հիմա է հələ բանկի նախագահի տեղակալ Եվրասիական միության։ Այն ժամանակ ընդհանրապես խորհրդի նախագահներ այդ կազմը։ Այսինքն ռուսները համաձայնել են, որ Եվրասիական միության խորհուրդը ղեկավարի հերիք չի ոչ թե ռուս, այլ հայ։ Այն էլ մի վարչապետ, որը ձգտել է Եվրոպական միության հետ։ Հետն էլ ասում է Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ Եվրոպական միությունից հրաժարվավ, եկավ, մտավ ԵԱՏՄ, որի համար ռուսներն իրան չեն ներում։ Բա Իքն է ասում է ռուսները չեն ներում, որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ եվրոպացիներից թարգեց եկավ դարձավ Եվրոպա։ Չեն ներում ռուսները, ասում են այ Սերժ, դու ոնց եկար մտար մեր Եվրասիական տնտեսական միություն։ Ոնց դու մի գիշերվա մեջ հրաժարվեցիր Եվրոպական մենք դու չես ներվելու, չես ներվ, այսպես բաներ են ասում ռուսները Սերժ Սարգսյանին։ Արա իսի լուրջ եմ ասում, Պետրոս, սրան պետք է մենք լավ պահենք, արա սրան մենք պետք է լավ պահենք։ Ես ասում եմ, խի ես շուշուտ կանչում, բայց երևի ճիշտ ես անում, որ շուշուտ ես կանչում, վաղն է կանչես։ Ամեն օր չէ, ամեն օր շատ շաբաթ մեկ կանչի։ Մեկ այն կանչածը հյուրերը ես տամ իշեն։ Էսի շատ էլ լավ է։ Եվ այս ընտրություններում ասում են, որ ռուսների տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, կարող է ինչ-որ առումով նաև Սամվել Կարապետյանը դիտվի կամ որպես օժանդակող դիտվի, ռուսների տեխնացուն է նաև Արթուր Վանեցյանը, այդ որոշված է, այդ երկուսը հաստատ որոշված են իրենց մոտից, բայց Սերժ Սարգսյանի անուն ռուսական կողմը որևէ կերպ չի տալիս։ Անկախ նրանից հանրապետական կուսակցության անդամները ինչքան էլ կարևորում են Ռուսաստանի դիրքորոշումը, բայց միևնույն է Ռուսաստանը այս համատեքստը հանրապետական կուսակցության այդ ներուժը, որը ինքն ունի ամբողջ Հայաստանով մեկ գրասենյակներ ունի, չկա գյուղ, որում հանրապետական կուսակցության անդամ գյուղապետ եղած չլինի, բոլոր տեղերում այդպես է ու այս գյուղապետերի համար կռիվ է գնում, որովհետև հանրապետականը ինքը пассив է իրեն պահում։ Իսկ հանրապետական կուսակցությունն էլ արտաքին քաղաքական աջակցության պահով Ռուսաստանից այս աջակցությունը չունի, Միացյալ Նահանգներից էլ այն վստահությունը չունի։ Դրա համար չգիտի, լավ։ Դրա համար չգիտի, դրա համար դեռ չի կողմնորոշվել։ Եվ ճիշտ բառ է օգտագործել, չեմ կողմնորոշվել, որտեվ պիտի հասկանալ այս պարագայում ինչ է անում։ Ասենք Չինաստանը այդ նույն Ռուսաստանն է, միգուցե Հնդկաստանը։ Մաթելը ստե կանգնում Պետրոս ուրեմն նա ինչ ասում։ Հələ սրա ասած ընդհանուր բաները ամփոփում են։ Սերժ Սարգսյան, Ռուսաստան ունի տեխնացուներ, հանրապետական կուսակցությունը ունեցել է գյուղապետեր, հանրապետական կուսակցությունը բոլոր գյուղերում ունի գրասենյակներ, Չինաստան, Հնդկաստան, Հայաստան, այսինքն ամեն տեղից մի բան լսել է, խառասում է, թե ասենք Հնդկաստանը Սերժ Սարգսյանի հետ ինչ կապ ունի, Չինաստանի ինչ կապ ունի, գյուղապետերի մեղքը որն էր, Ռուսաստանը Վանեցյանին մեկ էլ Սամվել կա, այդ էս խառն է իրար նստե մեջը, մի հատ բան կար է Պետրոս, են քեզ բան ասենք հիշեցին են Կարլսոնը մի հատ կար են կեշա թութակ կար է որ են Վովայի սենյակում հերոստացույցեր նայում ես հերոստացույցից ամեն մի բանից մի բառ վերցում էր մի նախադասություն ասես կապցնում իրար խառնելով այդ հիմա էսի լրիվ այդ կեշա թութակը ոնց որ էլի հետո էլ ինչ էր անում այդ կեշա թութակը այդ թմանգն պատմությունների մեջ գալի դառնում էր այդ խեշ Վովայի գլխին ջարմը հիմա էսի լրիվ այդ կեշա թութակն է ըստի
մի օր թռա հասա Հայիթի, այդ էս խոսում է Չինաստան բանը, տենց KPMG գյուղապետ, Հնդկաստան, Սերժ Սարգսյան, ասած գնաց։ Արա լավն է, բայց Պետրոս լուրջ եմ ասում, սա լավ զբաղվելու։ Մեր հաղորդման համար սա մուրազա։ Ասենք չգիտեմ քո հաղորդման համար ոնց, բայց որ դու սրան կանչում ես, բերում ես Ղազարյան versus Ղազարյանի համար, գոհ եմ ախպեր ջան։ Ընտրագույն աբրանք։ Պարոն Սարգսյան, ձեր վերլուծությունից ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը թե Հայաստանում, թե տարածաշրջանում շատ կակտիվանա եւ ավելի ծանրակշիռ կդառնա։ Ռուսաստանի պատասխանը չի կարա չլինի։ Դա Քոչարյանն ու Կարապետյանն են։ Իմ կարծիքով Ռուսաստանի պատասխանը Քոչարյանն է, որովհետեւ Ռուսաստանը այլ ազդեցություն Հայաստանի քաղաքական դաշտի վրա ունենալու քան 2026 թվականի ընտրություններին գործող իշխանությանը իրեն հաճո տեխնացիայով փոխելը չունի եւ իրենց հայտարարությունները Ռուսաստանի կողմից Լավրովյան, Մարիա Զախարովայի այս վերջին ակտիվացումները, սրացումները գալիս են դրան, որ իրենք նույնիսկ կասկածում են, որ 26 թվին կհաջողեն, դրա համար ասում են, այ կեղծրելու են ընտրությունները, այնպես ինչպես Մոլդովայում կեղծեցին եւ մենք դրանք թույլ չենք տա։ Ես կարծում եմ, որ տնտեսական դաշտում մենք կարողացել ենք հասնել նրան, որ Ռուսաստանին, քանի որ Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, այնպես ինչպես Ադրբեջանի հետ, որտեղ նաև, ասենք, լեզգիներ են ապրում, որոնք իրենց լեզվով ասած ծայրահեղականներ են։ Էլի խառնեց։ Ռուսաստան, Ադրբեջան, լեզգիներ, սահման։ Ռուսաստան ազդեցությունն, այ Պետրոս, արա նա սկսենք դրանից Ռուսաստանի ինչին է պետք է ազդեցություն ունենա։ Հայաստանի հենց մի քարտեզուն է, չէ՞ Պետրոս, հələ մի հատ բացի նայ Ռուսաստանը, մեկի Հայաստանը։ Ասենք որ Ռուսաստանը Հայաստանում ազդեցություն չունեցավ։ Մի ռուս իր կյանքի, կենցաղի, գործունեության վրա կզգա այդ բացակայությունը։ Գործում եմ տենց ռուս չկա։ Եթե ազդեցություն ազում մի երկիր, որ Հայաստանի տարածքում երկու ստացիոնար ռազմական ստորաբաժանում ունի, մի հատ ռազմաբազա, մի հատ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքեր, էլ չեմ ասում կապիտալ ներդրումներ, էլ չեմ ասում ենթակառուցվածքներ, գազամատակարարման համակարգ, երկաթուղի, բանկային համակարգ, ասենք էլ ինչ ազդեցություն պիտի ունենա։ Այդ մենք պիտի ձգտենք, հասկանանք, թե մեր շահերը իրանց հետ ինչքանով է առնչվում, ինչքանով է օգտակար։ 3 միլիոն, պատկերացնում ես Պետրոս, Մոսկվայի որ հատվածն է։ Հնդկաստան, Չինաստան, Ադրբեջան, սահման, Ռուսաստան, ազդեցություն, տեխնացուներ, եւ անջատում են ուզում ծովով եւ այլով ուրիշ խնդիրներ կարող է առաջացնել, Հայաստանում չունի այդ հնարավորություն։ Հետեւաբար տնտեսական դաշտում Ռուսաստանը կարող է մինչեւ 1 միլիարդի ներդրում անել Հայաստանում։ Այդ եղած արևմուտքի առաջարկած առաջարկությունները բալանսավորելու համար եւ ես համարում եմ, որ դա էլ մեր ձեռքբերումը կլինի, որ մենք արևմտյան արժեքներ եւ արևմտյան երկրների հետ այնքան աշխատեցինք, որ Ռուսաստանը կամ դուրս է մնում այս տարածաշրջանից, կամ ստիպված ինքն էլ է ներդրումներ անում։ Եթե ռուսները գան այս հետեւության, ճիշտ քայլ արած կլինեն։ Բայց ճիշտ ես ասում, Արամ ջան, թող անեն, բայց 1 միլիարդ քիչ է։ 1 միլիարդ քիչ է։ 3 միլիարդ բանեն։ 4 լավ որտե 4 ընդ 5 միլիարդ թող անեն ինչ կարող է փող չունեն թող մրցակցեն արա բա սենց երկիրը Պետրոս ջան սենց հզոր սենց վարչապետ ունենք սենց ժողովրդավարական ինստիտուտ 5 միլիարդ ինչ է որ չէ մանավանդ գիտեն ըստե ներդրումները պաշտպանված հենա Սամվել Կարապետյանը բերել էր 700 միլիոն դոլար այդ Հայաստան էլեկտրական ցանցերի մեջ ներդրումը տենեմ ես էլի ոնց է պաշտպանված մարդը ընդամենը մի հատ նախադասություն իր ուզած ձևով ասում միանգամից բիզնեսը ձեռից առնում են իրան գցում են բանկետում են հարակից բիզնեսները ստուգում են տնօրեններին ձեռբա պաշտպանված արա բա իսկական հիմա գնա KPMG-ին հարցուր ասա KPMG
աշխարհում այտենց երկիր կա, որ վարչապետը հելնի կառավարության նիստում ասի գնացեք Red Store խանութները փակեք, հաջորդ օրը քննչական կոմիտեն էտապը այտենց երկիր, բան ներդրումային միջավայրը հենց դա է։ Ներդրումային միջավայրը հենց այն է, որ վարչապետի օգնականը բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանա, քննիչներին հանձնարարություններ տա, հետո էլ դա դառնա գլխավոր դատախազ, բայց դրանով են պաշտպանվում ներդրումները։ Ներդրումները այն է, որ հարկային իրավունք տաս առանց դատանի որոշման մտնի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, ումից ինչ պետք է իմանա, որ երկրում կախիկ շրջանառությունը 0-ից սաղ սարքես փոխանցումը, որ սաղ իմանան, ով որտեղ գնաց, ինչ արած, որտեղ ծախսես, որտեղ էդ է խթանում ներդրումները։ Հիմա ինչ է, ռուսները չեն հասկանում ինչ միջավայր է։ Մեկը քիչ ես ասում, Արամ։ Շատ քիչ է։ Այս երկրի համար 1 միլիարդը հատկապես որ ռուսները մանավանդ տենում են ռուսների համար ինչ նպաստավոր մտնում հեսա տենում է դու ես գիտես Պետրո ջան այդքան սաղորը պրոպագանդան անում եք այդքան լավ մթնոլորտ եք ստեղծում հարաբերություններին ալենը իր հերթին ինչ լավ ալենը հայ-ռուսական հարաբերությունների ուղղակի մոզգն է սա մի հատ անհարթություն էլի ալենը բերում դզում է սա գցում է տեղը շատ ուժեղ է Армена бана говорит, они молодец, он просто бана, Степан Григорьян, он, конечно, не политик, не, но как политолог. Նայել իր հերթին զարգացնում հայ-ռուսական այստեղ շատ լավ մթնոլորտ է հայ-ռուսական հարաբերությունների համար էլ որտե տանա ռուսները ներդրում ան իսկական տեղն է մանավանդ հիմա Իսկ եթե գանեն հետևության, ինչ հետևության եկել են իրենց գործընկերների ժամանակով, ասենք 2004 թվականին Վրաստանում, հետո 2014 թվին Վրաստանում, 2008 թվին Վրաստանում, հետո 14 թվին Ղրիմում, հետո ասենք 2020 թվին Լեռնային Ղարաբաղում, առանդական իրենց մեխանիզմին, այս պարագայում Հայաստանի հետ այդ հնարավորությունը չունեն, որտեվ Վստահաբար Ալիևը նոր պատերազմի չի գնալու, ես տեղեկություններ ունեմ եւ համոզված եմ, որ ընտրություններից Այ դուք ասիք, որ ընտրություններից 2 ամիս առաջ մենք եթե Այո, կուլիսներում ասացի դες որ ըստ ձեզ դուք վստահ եք, որ ընտրություններից 2 ամիս առաջ խաղաղության պայմանագիրը կկնքվի Այո, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագիրը ընտրություններից 2 ամիս առաջ կկնքվի, որովհետև Ադրբեջանից Թուրքիա գնացող գազամուղը, որը նորը պիտի կառուցվի Արաքսի ափով, ինքը ավելի հարմարավետ է, ինքը ավելի քիչ ծախսեր է պարունակելու, քանի որ պոմպեր չկան ի տարբերություն Վրաստանին։ Մի րոպե, քիչ լրիվ քեշատ վարեցին, հես խոսում ես այդ քեշատուտակին հիշում եմ, մի օր թռահասա այդ հայ-թուրքական խաղաղության պայմանագիրը մինչև ընտրություններ կկնքվի, որովհետև գազատարը, նավթատարը, Արաքսի հովտով Դա ինչ գազատար, ինչ նավթատար։ Այդ խաղաղության պայմանագիրը կնքողը, որ պիտի կնքի, որ ասում ես ընտրություններից 2 ամիս է, դա Իլհամ Ալիևն է։ Ընտրությունների օրը արդեն որոշված է հունիսի 7-ին։ Դրանից 2 ամիս առաջը ընկնում է մարտին։ Չէ, Ալիևն էլ ասել է, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի մենակ այն դեպքում Պետրոս, եթե Հայաստանում հանրաքվելնի սահմանադրությունը փոխեն, նորը ընդունեն, նորն էլ այնց ընդունեն, որ անկախության հռչակագիր չլինի։ Հիմա որպեսի հանրաքվելնի, այսինքն որպեսի խաղաղության պայմանագիրը ստորագրի, դա պիտի լինի։ Ուրեմն հանրաքվել պիտի լինի։ Եթե 2 ամիս առաջ արդեն պիտի կնքվի մարտին, նշանակում է հանրաքվի քարոզ արդեն սկսել է, քարոզ արշավը, բա հանրաքվեց 40 օր առաջ պիտի բանը, քարոզ արշավը սկսել է արդեն, հայտարարվել է հանրաքվեի օր, ես չեմ լսել, հա, Արա Պետրոս, դե մենք 2026 թվով ենք ապրում, ես մարդը գնաց 2100, մենք մնացել ենք 2026 թվի վրա, Քոչայանալ մնացել 90-ականների, մենք մնացել ենք 2026-ի, այս մարդու մեղքը որն է, որ ինքը քշ է գնացել հասը 2125 թվին, այո ճիշտ ասում, 2125 թվի մարտին խաղաղության պայմանագիրը կկնքվի, բան չունեմ, հնարավոր է, բան չունեմ ասելու, ինքը ականատես է, հիմա ապագայից եկել է մարդը, ասում է, մենք ինչ կարանք անենք, լսենք իմանանք,
2120 մատանիդ մնացած կլի, չէ՞ այդ վաղտելը։ Հատե մատանին ինչ պիտի լինի։ Չէ, մատանին կմնա։ Դա թե Միացյալ Նահանգներն են ողջունել, որովհետև դա տարածաշրջանում պատերազմի ռիսկերը էլ ավելի է պակասեցնում, եւ թե քաղաքական առումով այդ ընկերությունը բավականին լուրջ ֆինանսական բեռ է իր վրա վերցնում, եւ ինքը արդեն պատվիրել է այն նախագիծը, նախագծային աշխատանքները, որ դրանով պիտի արվեն։ Իսկ պատվիրել է, որովհետև Ադրբեջանի նախագահը վստահեցրել է Միացյալ Նահանգների, Արաբական Էմիրությունների այդ գործընկերոջը իրենց ֆինանսական պարտներին։ Չէ, Պետրոս, այդ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ համագործակցությունը լուրջ է։ Իսկ էլի Հայաստանն էլ դառնա Էմիրացություն, ասենք որ լինի Միացյալ Հայկական Էմիրացություն, մի 7 հատ էմիրություն լինի, միանան դառնա Էմիրացություն։ Ինքն էլ կլինի Դավալուի էմիրը։ Իրան էլ այդ ժամանակ կարան ասեն հոպլո վազգենի քուրո Դավալու քանդրբազ ախմախ ալի։ Բաց ինչում չէ։ Հիմա դրանց անունները երկար է։ Եթե մենք դառնանք Էմիրացություն, պիտի մեր անուններն էլ արդեն երկարի։ Չնայած այդ իմ տարբերակն է, կարաս չհամաձայնվես, դու քոնը ընտրես, ասենք, ինչ որ հարմար գտնես, բայց այտենց մենակ հոպլոյով չի լինի։ Հոպլոյով չի լինի, պիտի երկար լինի։ Որ ընտրություններից 2 ամիս առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է եւ Հայաստանի այս խորհրդարանն էլ գործող խորհրդարանը դա վավերացնելու է, այնպես որ անկախ նրանից հաջորդ խորհրդարանը ինչպիսին կլինի, միևնույն է, այս արդեն վավերացված է լինելու ու այդ չի փոխվելու, հետեւաբար վստահաբար պատվիրեք նախագիծը եւ այդ վճարումներն արեք։ Այսինքն սա բավականին տրամաբանական է։ Իսկ 2126 թվին այս ինչեր է եղել։ Ինչ արելու։ Ասում է այդ պայմանագիրը ոչ միայն կկնքվի խաղաղության, այլ խորհրդարանը կվավերացնի։ Պետրոս գիտես չէ՞ որ մեր սահմանադրությամբ խորհրդարանը կարա վավերացնի միայն այն միջազգային պայմանագրերը, որոնք որ սահմանադրական դատարանում քննության են ենթարկվել, եւ դատարանը դրանց եզրակացություն է տվել։ Սահմանադրական դատարանում մենակ միջազգային պայմանագրերը քննելու ժամկետը 3 ամսվա ժամկետում բերի։ Արա սա փաստորեն գիտի, որ ոչ միայն կկնքվի պայմանագիրը, այլ ինքը գիտի, որ սահմանադրական դատարանն էլ արդեն դրան կտա դրական եզրակացություն, դրական եզրակացությունից հետո էլ ազգային ժողովը կվավերացնի։ Այսինքն, այդ դու սա գիտես, դու գիտես, թե սահմանադրական դատարանը ինչ որոշում կարա կայացնի։ Այդ է շասի Պետրոս, այդ հանկարծ ինձ վրա շարժանեք, ընձի չտանեք դատեք, աղբեր ջան, ընձի իմ դատանձի հերիքա, ես իրան սաղի ցավը տանեմ, էդի հոպլոնը ասե։ Եղավ, ինձ վրա հանկարծ շարժանեք, դատեք, պահեք, աղբեր։ Իմ հետ գործ չունեք, ես դա չեմ ասել։ Ես իրան ցավը տանեմ, այսքան բան։ Անդիմությունն էլ ընդեղից ասում է 300,000 աշխատատեղ էլ մենք ենք ստեղծել։ Ես վախենամ մարդ չմնա այլ ստեղ աշխատող։ Ամենայն հարգանքով բոլոր այն կուսակցություններին, ովքեր տեսնում են, որ Հայաստանը աշխատատեղի խնդիր ունի եւ պիտի աշխատատեղ բերեն, պիտի ասեմ, որ Հայաստանում խնդիրը աշխատատեղերինը չեն։ Խնդիրը լավ վճարվող աշխատատեղինն է, հակառակ դեպքում 100,000 հնդիկը Հայաստանում չէր աշխատի։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ ամառվա սեզոնին Արարատյան դաշտավայրում մեր գյուղատնտեսական տնտեսություններում աշխատողի պակաս կա եւ աշխատող գտնելը, որը օրը 10,000 դրամով բերք հավաք պիտի անի, մեծ խնդրեմ է։ Վստահ եմ ասում, ու այդ կարգի սուտ չեմ կարող ասել, որտեղ մարդիկ լսում են, նայում են առավել եւս ձեր հաղորդումները։ Այստեղ խնդիրը բարձր վճարվող աշխատատեղերի մասին է, եւ պիտի այդ աշխատատեղերը լինեն այնպիսին, որոնք Հայաստանի տնտեսությանը տնտեսական թռիչքային աճ ապահովեն։ Այն տարբերակը ինչը իրենք առաջարկում են չինական այդ վարկերով։ Չինաստանը նման վարկեր տրամադրում է տվյալ պետության բյուջեի 8%-ի չափով։ Այսինքն Հայաստանին 1 միլիարդ դոլարից ավել վարկ չի տրամադրի։ 1 միլիարդ դոլարը մաքսիմումը կարող է ապահովել մաքսիմումը այդ ասեմ տրիկոտաժագործության, ասենք այս ոլորտի համար ամենաշատ մարդը ապահովում է հավաքման արտադրամասերը, հեռախոսների
հավաքում, կոմպյուտերների հավաքում եւ այլ։ Դրանից հետո երկրորդ տեղում տեքստիլն է։ Տեքստիլի պարագայում ամենաշատը 20000 աշխատատեղն է։ Արա Պետրոս բռնացրի ես քեզ։ Արա փոստորեն են Նարեկ Կարապետյանի հարցազրույցին է որ ասում էր ամեն մի աշխատատեղի ստեղծման համար պետք է $50,000 ներդրում։ Փոստորեն այդ հիմարությունը դու սրանից էի լսե։ Բա էս ասում արա $1 միլիարդ ներդրումով կարա լինի մաքսիմում 20,000 աշխատատեղ։ Բա 1 միլիարդը որ բաժանում ես 20,000-ի նոմա $50,000։ Արա բռնացրի, ես էլ ասեմ Պետրոսը հիմարությունումից լսես տենդե խոս։ Արա տոշնիա։ Հիմա տենում ես Պետրոս ինքը էս մարդը էլի բանը Սամվել Կարապետյանի սխալա հանում ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման հարցում։ Սամվել Կարապետյանը ինչ հասկանամ Պետրոսյան ներդրումն ինչա աշխատատեղ։ Արա այս մարդն հասկանում արա գիտես ինչ ուղեղ ունի, արա գիտես ուղեղը միլիոնի տակ աշխատում է Պետրոս։ Կեսօր էլ արա այսքան բաները Չինաստանը, Հնդկաստանը, Գազատարը, սա ինքն ասած չէ։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Վենսը, սա գիտի այ ախպեր։ Սամվել Կարապետյանը ինչ է հասկանում։ Դրա համար դες հաշվարկների մեջ արա ոնց բռնեցրինք մեզ Պետրոս արա սրան մենք։ Ամ դրա բռնեցինք ամ քեզ։ Արա խելքը տալիս ես, այսքան մարդ կար աստի։ Գնացել ես խելքը տվել ես դու սրաները։ Այսինքն իրենց ասած իրենց չինական վարկով գումարը մաքսիմում 20,000 աշխատատեղի է։ Ավելին իրենք չեն կարող բերել։ Նավթամշակման ոլորտում են, որ իրենք ասում են 1 միլիարդը 600-800 աշխատատեղ է։ Արդյունաբերության ոլորտում 8,000-ից 10,000 աշխատատեղ է։ Եթե նույնիսկ միջինով հաշվում ենք, իրենց ասած 300,000 աշխատատեղի համար ոչ պակաս 30-35 միլիարդ $, ներդրում է անել պետք, նման գումար ոչ միայն Չինաստանի այդ բանկը չի կարող տալ, նաև չի տա, որովհետև Հայաստանի բյուջեի չափը այնքան է գերադասում, որ դրա հետ վերադարձը դառնում է անիրատեսական։ Պետրոս այս մարդու հետ տնտեսական հարցերը ոչ մեկ չի կարա վիճի։ Սա շատ լուրջ տնտեսագետ է, շատ, հետո պրակտիկ։ Ինքը մինչև վարչապետ լինելը ու վարչապետ պաշտոնից հեռացվելուց հետո, գիտես ինչ, Արարատի ցեմենտի գործարանի տնօրենն է։ Գիտես ինչ է եղել Արարատի ցեմենտի գործարանը, որովհետև Վազգեն Սարգսյանը Արարատից է եղել, որպեսզի դե Վազգենի կենթանության օրոք սրա գոյության մասին ոչ մեկ չգիտեր, որովհետև Վազգենն ամենալավն էր ճանաչում, որպեսզի խայտարակ չլինի, որ ասենք պատկերացնում եք միտեղ տանային, ասային, էսի Վազգենի աղբերն է, խայտարակությունն ոնց է ալը։ Դրա համար Վազգենի կենթանության օրոք սրա գոյության մասին ոչ մեկ չի մա, շատ քիչ մարդ կարող է ասել ու ասելա որ տնից դուրս չգաս, բանը գյուղից դուրս չգաս, այդ գյուղը ամենալավ Արարատում ամենալավ գործ ցեմենտի գործան դիրեկտոր։ Այդ տվել են սրան ասում են տնից դուրս մի արի մնա մամայի պապայի մոտ գյուղից դուրս մի արի որ խայտարակ չլինի։ Ու նենց աշխատե այդ գործանում, որ այդ գործանը թալան է պարտքերը հավաք է կախին, որ այդ գործանը ծախելուց պարտքերն էլ հետ ծախել են, որ մի ձևի կարողանա դրանից բռնեն։ Այդ ինքն է։ Հիմա ինքը Սամվել Կարապետյանին, որը աշխարհի ամենահարուստ հայն է ու բոլոր հայերի մեջ ամենամեծ գործատունը, որ ստեղծել է ամենամեծ թվով աշխատատեղերը, ել որ երկրում ասես, Ռուսաստանում, Հունաստանում, Միացյալ Արաբական Էմիրացություններում հələ ինքը ոչ մի բան չարես Սամվել նոր պիտի անին դե, բայց Էմիրություններում, Հայաստանում ամենամեծ գործատուներից է հիմա հոպլոն Սամվել Կարապետյանի սխալ է հանում հաշվարկների մեջ թե ոնց պիտի ճիշտ տնտեսություն վարել պիտի Սամվել Կարապետյանը հոպլոից հարցնի թե ճիշտ տնտեսություն վարելը որն է որտե ներդրում անի աշխատատեղ որտե ստեղծի արա հաշվարկի մասնագետ է սա չոտկի խելքելը վրից հետո մա Պետրոս քեզնից խելոք է ասեմ մացի քեզնից խելոք է
Ու կարող է դա անել միայն գաղութային կախվածության մեջ գցելու առումով, դա էլ չի անելու միանշանակ։ Այսինքն սա բացարձակ ոչ իրատեսական ծրագիր է։ Հայաստանի Հանրապետությունը պիտի ստեղծի այնպիսի աշխատատեղեր, ինչպիսին ասենք առաջարկում է Միացյալ Նահանգները, որոնք հիմնականում նոր տեխնոլոգիաների ոլորտում են, Nvidia-ի արհեստական ինտելեկտի հետ կապված եւ ամենակարևորը, որը կարող է իմ ասած Հայաստանի 8 միլիարդանոց բյուջեն սարքի 200 միլիարդ կերար, որ ասում էի, ասում անիրատեսական է Սամվել Կարապետյանի ծրագրերը 300,000 աշխատատեղ ստե, բայց իրատեսական է, որ ինքը Հայաստանի 8 միլիարդ դոլարանոց բյուջեն կսարքի 200 միլիարդ։ Պատկերացնում ես 25 անգամ ավել։ 8-ա հիմա։ Մի անգամից դառնում է 200 միլիարդ։ Արա Պետրոս, բայց ինչ ենք անելու մենք այդ փողը։ Հոպլոտ ջան, մի կլի 100 էլի գոնե, ասենք այդ դեմի տարիները 100 էլի, մի քիչ աշները սովորի, մի քիչ հարմարվենք, բան նոր սարքես 200 էլի, 8-ից 100 ավելի հեշտ, ավելի դժվար կլինի, եւ որ 100 էլի, արդեն 100-ից 200 էլի ավելի հեշտ կլինի։ Այս շատ մի բան արա էլի մեզ հավեսի գցի։ Բեր սկզբից մի քիչ համեստ էլի 8-ը սարքի 100, մի քիչ դրան սովորենք, նոր 100-ը կսարքես, պատկերացնում ես Պետրոս, որ Հայաստանի բյուջեն 8 միլիարդի փոխարենելն է 200 միլիարդ, այսինքն 25 անգամ ավել։ Դու հիմա տարեկան ինչքան աշխատավարձ ես ստանում։ 44 միլիոն դրամ, ճիշտ է, տարեկան։ 44, 25 անգամ կավելանա։ Գիտես ինչքան է դառնալու Պետրոս քո աշխատավարձը։ Կլինի 1 միլիարդ 100 միլիոն դրամ տարեկան։ Նորմալ է։ Կամ 2 միլիոն 894 հազար դոլար։ Էդիկը հոպլոն էլա վարչապետ Պետրոս։ Իմացի հաջորդ տարի քո աշխատավարձը 25 անգամ 44 միլիոն դրամ է ստանում, մի անգամից կստանաս 1 միլիարդ 100 միլիոն։ Հա, ո՞նց է։ Ասա, ո՞նց է։ Ու այդ են սաղին։ Ռեալ, պրագմատիկ, չոտկի, ճիշտ հաշվարկով, սառը գխով, ճիշտ դատողություն ու արելա, որ ասենք, ասես ապուշ դուսա ոնց պիտի դες բան։ Մարդը վարչապետ է եղել։ Մարդը ցեմենտի գործանի տնօրեն։ Հիմա ասենք, որ ցեմենտի գործանի տնօրեն է եղել։ Ընկերության շահույթները քանի միլիոնի վնաս է դարձրել։ Ռեալա չէ, դա խոսուտ չի։ 25 անգամ առնվազն վնաս տված կլի ցեմենտի ու հայ չի պես տված կլի։ Փորձառու մարդ է։ Այդքան վնաս որ տվել է, հիմա չգիտի դա ոնց են անում։ Շատ լավ գիտի։ Մնում է իրան այդ հնարավորությունը, որ վարչապետը, հենց այդ հիշի այս մարդու պաշտոնավարման շրջանում մի քանի ամիս աշխատեց միանգամից Հայաստանի բյուջեն տանվեցել 25 անգամ ավել։ Քոչարյանը շփոթված տեսավ չի ախպեր, ասում այսքան փողը մենք ինչ պիտի անենք։ Հանես գործից որ դեմն առնի։ Այնց էր զարգացնում մեր երկիրը, որ այդ Ռուսաստանից կապերը խզել էր, շուռ էր տվել Ամերիկայի վրա, զարգանում այդպես գլխապտուտ ես եղել եմ, դա հիշում եմ, սաղս էլ հիշում ենք։ Քոչարյանը հանեց որ դեմն առնի, զարգացման տեմպին չէր դիմանում։ Պրակտիկ թե չեկել է Սամվել կար մի բիզնեսից ինչ հասկանում Պետրոշը, ինչ գիտի նա աշխատատեղն ինչ բանը, ներդրումն ինչ բանը։ Սես մարդկանց հետ մենք պիտի գործ բռնենք։ Դες քանի բան ասած։ Չճունեք դու Հնդկաստանի մասին լսած կայիր։ Երեց ասած Հնդկաստանը թո Սերժ Սարգսյանին օգնի, որ հանրապետականի նախկին գյուղապետերը, որոնք ունեն գրասենյակ ընտրույա։ Երեց սա պատկերը դրես դեմներես։ Ում մտքով էր անցե։ Իսկ այդ դեպքում մեր հետ որևէ մեկ անկլավներից չի խոսելու։ Իսրայելի բյուջեն 210 միլիարդ է, այսօր տեսեք հարևանների հետ Իսրայելը ոնց է խոսում։ Պիտի վստահաբար ասեմ, որ կիսահաղորդիչների արտադրությունը 5-ից 6 տարում, մաքսիմումը 10 տարում Հայաստանին նման հնարավորություն են տալու։ Նայեք Nvidia-ն 2020 թվականին ունեցել է 5 միլիարդ բյուջե։ 2025 թվականին ինք ունի 300 միլիարդ բյուջե։ Չէ, всё, վերջ, արդեն Պետրոս իմացի, այս գործի մեջ մենք բռնում ենք Արամի պոչից։ Եղավ, թե չէ դու կնացել ես կպել ես Ալենի կոտոշներին։ Մենք բռնում ենք Արամի պոչից։ Եղավ։
Ինչ պիտի ասես այս մարդուն։ Շնորհակալություն։